Տիկին Գալստյան, շնորհակալ զարմացած եմ ես գերիների մասով ձեր պատասխանից, բայց լավ դրան հետո ելույթով կանրադառնամ այդ արդար չի միանշանակ ձեր պատասխանը։ Ես երկու հարց ունեմ ձեզ։ Առաջինը, քանի որ խոսվեց նաև ընտանեկան բռնության օրենքի շրջանակում ֆրակցիայի ձեռնպահ մնալու, ես պատճառները իհարկե չեմ հիշում, բայց ինձ հետաքրքիր է։ Արդյոք քաղաքական հայացքներից պայմանավորված դժվար է ցուցաբերել կանացի սոլիդարություն, բարդ է դա թե ոչ, եւ երկրորդ հարցս կարող է մի քիչ տենց հումորային թվա գործընկերներից, բայց այնուամենայնիվ տամ։ Երբ որ մենք ընտանեկան բռնության մասին խոսում ենք, մենք հիմնականում շեշտում ենք կանանց հանդեպ ընտանեկան բռնությունը, ինչը որ տրամաբանական է եւ պարզա, որ կանանց հետ կապված դեպքերը շատ ավելի ծանր են, բայց արդյոք դուք չեք համարում, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել դեպքեր, երբ որ ընտանեկան բռնությունը կիրառվում է տղամարդու հանդեպ եւ արդյոք արդար եք համարում, երբ որ մենք ընտանեկան բռնության մասին խոսալուց եւ խտրականություն չդնելու մասին խոսալուց այնուամենայնիվ շեշտում ենք կանանց հանդեպ բռնության փաստը։ Շնորհակալ եմ։ Մինչ պատասխանել է կարող եմ խնդրել նախագահությունից, որ դահլիճում լռությունը պահվի։ Ուրեմն, պարոն Տիկին Գալստյան, եթե նկատեցիք, ես դրանով էի զբաղված, որ լռությունը ապահովի։ Լռություն պահպանեք, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն։ Պարոն Գաբրիելյան, ինչ վերաբերում է կանացի սոլիդարությանը, իդեպ ես անցյալ գումարման հենց առաջին տարին եւ այլն, որտեղ այստեղ կանանց մեջ շատերին եմ ճանաչել հանրային քաղաքական կյանքից, նույնիսկ ես ունեցել եմ մտածումը եւ դիմել եմ շատերին կանանց ասելու, առերեսվելով այն բարոյական մթնոլորտին, այն անբարևարությունը, որ այս դահլիճում, այս ամբիոնից, այն խոսույթին, որ 5 տարի մենք շարունակ այստեղ լսել ենք։ Մի խոսքով շատերին եմ դիմել եւ կասեն այստեղ մեր գործընկերները քաղաքական մեծամասնությունից, որ ասել եմ, միգուցե մենք փորձենք զսպման բարոյական զսպման որևէ մեխանիզմ որդեգրել, որովհետև սա անպատվություն է այդ վարքը, որին առերեսվել ենք, անպատվություն է խորհրդանական երկրի ազգային ժողովի համար եւ մեր քաղաքական մշակույթում վատագույն հետագիծ ենք թողնում։ Անկեղծության համար իմ գործընկերները կասեն, ես իմ անուններ չեմ հնչում եւ ես միշտ հասկանալի է, որ մենք գաղափարական քաղաքական բևեռներում ենք, բայց մարդկային նվազագույն որակ կարող ենք պահել։ Ես քաղաքական հնաբնակ եմ, աշխատել եմ հանրապետականների հետ եւ այլն, եղել ենք ընդդիմություն, խայտառակ ծանր գնահատականներ ենք տվել օրվա իշխանությանը, բայց Հայաստանի սահմանը հատելուց հետո մենք ունեցել ենք մեկ շահ։ Պարոն Եղոյան, Հայաստանի համայն հայության եւ Հայաստանի պետականության շահը։ Այս մշակույթով ենք մենք աշխատել։ Հիմա ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, այդ նախագծին անկեղծ ասած կարծեմ բովանդակային ինչ որ մի խնդրի շուր ընտանեկան բռնություն եւ տղամարդիկ, այո։ Ես այս մի բան ասեմ, որ ես եղել եմ մարդու իրավունք, կանանց եւ տղամարդկանց իրավունքների մասին այդ մայր օրենքի համահեղինակներից մեկը 4-րդ գումարման ժամանակ է դա ընդունվել, եւ ես երբ որ խոսում եմ իմ մտածումներում մարդու իրավունքները չեն բաժանում կանանց եւ տղամարդկանց անկեղծորեն ընդհանրապես իրավունքներ համատեքստը եւ չեմ բացառում, որ կարող է բռնություն լինել տղամարդկանց հանդեպ ընտանիքի տիրույթում նկատի ունեմ, բայց մեր ամբողջ հասարակությունը ապրում է բռնության մշակույթի մեջ եւ եկեք քաղաքական մեծամասնություն այնպես անենք, այն լրահոսում, որ ամեն օր հանդիպում ենք, սա նրան, չգիտեմ, մորթեցին, չգիտեմ ինչ արեցին, դպրոցների միջից մոռացա խոսել, թե դպրոցներում անհանդուրժողականության, բռնության ինչ ահավոր մշակույթ է։ Առհասարակ կարծում եմ մեր համար անվտանգային օրակարգից անդին կարևորը վերականգնել մեր հասարակության ներքին հանդուրժողականությունը։ Հələ համերաշխություն բառը ավելի ծանր բառ է, բայց ես չեմ կարծում, որ դեզանից որևէ մեկը հաճույք հաստանում, երբ որ լրահոսում հանդիպում է ամբողջ օրը դանակահարություն, սպանություն, չգիտեմ ավտոյի շչակի համար իրար մորթել, այս ոչ թե անբարևարություն է, սա անքաղաքակիրթ։ Թույլ տանք արձագանքի։ Շատ լավ։ Շնորհակալություն, Տիկին Գալստյան, ես ձեզ հետ համամիտ եմ, որ իրականում ճիշտ եմ հասկանում, որ դուք նկատի ունեք, որ քաղաքական ուժերը այնուամենայնիվ իրենց խոսույթին պետք է հետևեն, որտեղ փաստացի այդ խոսույթը որոշակի առումով մեր հանրային շրջանակների վրա էլ է ազդում, այդ տեսանկյունից կիսում եմ ձեր կարծիքը եւ նաեւ կիսում եմ
ճիշտ եմ հասկանում, դուք նաև հերթական անգամ, ինչպես որ ասում եք, քանի որ մինչ այդ էլ այդ պատրաստակամությունը հայտնել եք, այդ ուղղությամբ իրար հետ բոլորս միասին աշխատանք տանենք, ֆիքսենք դա, որ մենք քաղաքական խոսույթը պետք է հնարավորինս այնպեսին լինի, որ հանրության վրա, հանրության միջև միջանցնային հարաբերությունների վրա հնարավորինս քիչ ազդեցություն թողնի եւ մի հատ էլի պետք է ասեմ սոլիդարության վերաբերյալ էլի ամեն դեպքում կարծում եմ որ կանացի սոլիդարության գաղափարը այնպիսի գաղափար է որ ինքը անգամ քաղաքական հայացքների տարբերության պարագայում հենց դրա համար է ստեղծված է որտեղ որ կանայք միասին պետք է իրար հետ մի այսպես ասած բռունցք լինեն շնորհակալ եմ Պարոն Գաբրիելյան, ես կարծես թե ձեզ նույնիսկ արձագանքելու բան չունեմ, որովհետև մենք կարծես թե նույն մտքերն էինք, մտքերի շուրջն էր մեր մտածումները, բայց եկեք, իսկապես քանի առիթ է ասեմ, եկեք մտածենք, որ այս ամբիոնում եւ այս քաղաքական ինստիտուտում մենք ատելության խոսք են գեներացրել, անբարևարություն, ասում եմ մենք, անբարևարություն են գեներացրել, մենք բերել ենք խոսույթ քաղաքականության, քաղաքական տեքստերի եւ քաղաքական մարդու վարքի մեջ բերել ենք այսպես մի բույլ, որը ուղղակի 21-րդ դարի իրեն քաղաքակիրթ համարող երկրի համար անընդունելի է։ Եկեք այնպես անենք, որ վերականգնենք, բարեվարկությունից սկսեցինք, վերականգնենք ազգային ժողովի որպես հանրային մեծագույն կարևորագույն ինստիտուտի հեղինակությունը։ Եվ վստահաբար դուք էլ եք գիտակցում, որ ազգային ժողովը իր հեղինակությունը այսպես ամենացածր հորիզոնականներում է տեսնում, որովհետև այն պայմանավորված է այն վարքով, այն բառապաշարով, այն խոսույթով, ինչ հանրությանը այստեղից հեռարձակել ենք։ Եվ այդ գեներացիայի մեջ մենք մեծագույն դերակատարությունը նաև քաղաքական մեծամասնությունը։ Ի վերջո, քաղաքական մեծամասնությունն է պատասխանատվություն կրում քաղաքական արժեքների թե գեներացիայի եւ դրանց պահպանման։ Դուք դիրիժորն եք, հասկանում եք, կամերտոնը։ Եվ երբ որ քո քաղաքական առաջնորդը այս ամբիոնից ունենում է այդպիսի բարեվարկություն, բնական է հասարակության համար դառնում է դա նորմ, մտնում է դպրոց, մտնում է ընտանիք, մտնում է ամենուր։ Եվ ես համաձայն եմ գնահատականների եւ կանացի սոլիդարության հետ էլ երբեք խնդիր չեմ ունեցել։